Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Բավականին բուռն է ներքաղաքական կյանքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է կայացնում։ Երեք տեղեկացան, որ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնից ազատվել է, երբ Փաշինյանից պարզաբանումներ լրագրողները փորձեցին ստանալ, նա ասաց, որ ուղղակի նա հոգները պետք է գնար հանգստի։ Ամեն դեպքում դուք ինչ բացատրություն ունեք, ինչով է պայմանավորված ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հեռացումը։ Պատճառների մասին չեմ կարող ասել, ասենք ես ունեմ իմ պատկերացումները, բայց կարող նպատակարար չեմ գտնում ասել, բայց առիթը Սամվել Կարապետյանի հետ կապված, ասենք միջոցառումներն էր, որը երևի թե պարոն Աբազյանը անհրաժեշտ մակարդակով չէր կատարել, որպեսզի վարչապետը բավարարված լիներ դրանից, դա առիթ էր։ Օրինակ ինչ պետք է աներ։ Անձամբ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնային, թևերը բոլորելով հեռանային տնից։ Այդ շոուն ասենք հստակեին, որ արդեն անցած համար է, էլի, անցած համար։ Ընդհանրապես ոչ թե Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց ցանկացած մեկի նկատմամբ, եթե ասենք ինչ-որ նմանատիպ միջոցառում իրականացում, պետք է վերաբերվել, ասենք, չեմ ասում հարգանքով, բայց հավուր պատշաճի, ասենք, մարդ է, չէ՞։ Հետո վաղը չմեսուրը պարզվում է, որ այդ մարդը մեղավորություն չի ունեցել, ասենք, գոնե դրա համար դուք ձեր խղճի առաջ որ վարչապետն ասում, երբ որ ինքս իմ հետ եմ լինում, իր զեկուցումը ասեց, որ ինքը իր հետ լինի, մտածի, ասի, բայց ես ճիշտ բան արեցի արդյոք, հետի որ հրահանգ տվեցի, որ այդ մարդուն, ասենք, պարկասնեն ասֆալտին եւ այլ եւ այլ։ Այդ համարները անցել են։ Եկել է քաղաքակիրթ, երբ որ ինքը սափրվեց, տպավորություններ թե որ ինքը արդեն անցնում է լրիվ նոր լեվելի քաղաքական գործունեության, բայց ձեռագիրը չի փոխվել, Աբազյանը չի կատարել իր հրահանգը եւ հետեւաբար նաեւ ուրիշ։ Բայց նա ասում է չի կարող իմ հրահանգը չկատարել։ Այդպես ասաց երեք։ Դուք կարծում եք ամեն դեպքում չի կատարել։ Ես գիտեմ, որ վարչապետը գիտի, որ ես գիտեմ, որ ինքը գիտի, որ Աբազյանն է գիտի, որ մենք երեքով էլ գիտենք։ Բայց պետք չի որ ասել։ Իսկ ինչու Աբազյանը չի ենթարկվեց նրան այս անգամ կարծում եք։ Ես կարծում եմ, որ Աբազյանը պետք է կատարել այսպես կոչված հրամանը, որովհետև ըստ էության Սամվել Կարապետյանը արտահայտություն հայտարարությունը, եթե բան անենք, ասենք իր մեջ ինչ-որ բան պարունակում էր, որ ասենք ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը պետք է արժանանար, բայց նորից եմ ասում, նորմալ, այսպես կոչված, ինչպես կասել դասականը, բանը տարի ճշտությամբ, թե ոնց էր ասել, ոնց էր, Բովսես Արաքելյանը, հա, օրենքի տարի ճշտությամբ, թե ոնց ասենք, բան անեն, կազմակերպել այդ ամեն ինչը, եւ եթե միայն այդ հայտարարությունն է դարել առիթ, որպեսզի այդպիսի գործողություններ կիրառվեն, անհամար եւ դատարանը դրա համար որոշում է կայացրել կալանքանտրել խափանման միջոց, ապա իհարկե ամոթ դատարանին։ Բայց միգուցե կան ուրիշ բաներ, որ մենք չգիտենք, որը հետագայում կպարզվի։ Իդեպ մեղադրանքում նշված է, որ իշխանազավթման այսպես գործընթացները ուզեցել իրականացնել։ Հիմա Կարապետյանի պարոն Սամվել Կարապետյանի տանից հայտնաբերել են արսենալ, զենքի հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք արդեն այդ հեղաշրջումը բանը պետք է կազմակերպեին եւ այլ, այդ դեպքում բնականաբար ես ոչ միայն գտնում որ ճիշտ են արել, այլ ողջունում եմ իրավապահ մարմինների աշխատանքը, բայց եթե այդ ամեն ինչը չկա եւ միայն պարոն Կարապետյանի այդ հայտարարությունն են հիմք ընդունել եւ դրանով են այս ամեն ինչը արել, մեղադրանքում հայտարարություններ են նշված իրավապահ համակարգին եւ ամոթ դատավորին։ Բայց առհասարակ մեղադրանքում այլ մանրամասներ ներկայացվում են, այս դեպքում չէր ներկայացվել։ Միայն նշվել էր, որ հայտարարություն է արել իշխանազավթը։ Ճիշտ է, դե հիմա ես քանի որ չեմ ընդհանրական տեղեկատվությունը չեմ տիրապետում, դամար իմ պատասխանն էլ մի քիչ այսպես կոչված ընդհանրական է, էլի, որ նորից եմ ասում, եթե ուրիշ բաներ կա, որ այս պահին մենք չգիտենք եւ դրա հիմա վրա դատարանը այդ որոշումն է կայացրել, ապա լավ արել։ Եթե միայն այդ որոշման հիման վրա է կայացել, ես որպես քաղաքական մարդ ասում եմ ամոթ դատարանին։ Բայց այնպեսի տպավորություն է, որ կարծես թե այդ հայտարարությունը մեկ տողանոց իր հարցազրույցում ասված խոսքը, որ մենք մեր ձևով խնդիրը կլուծենք կամ կներքաշվենք այդ գործընթացում նկատի ունի եկեղեցու դեմ տարվող պայքարը, ընդամենը պատճառ էր, որպեսզի նրանք կալանավորեին, այսինքն այլ խնդիրներ կար եւ պատճառ էր այդ հայտարարությունը։ Դուք այդպես չեք կարծում։ Դե, ոչ թե պատճառ էր առիթ, հենց այդ եմ ասում, Կարապետյանի իմ կարծիքով ճիշտ է առիթ բառը օգտագործել։ Կա, Կարապետյանի կա, մենք չգիտենք, ես չգիտեմ, եթե կա, ուրեմն կերևա առաջիկայում, եթե չկա, ուրեմն չկա։
Բայց ըստ էության հասկանալի է, որ միայն դա չէր առիթը, որովհետև նաև հեծի մասին է հիմա խոսվում եւ այն պետականացնելու մասին է Փաշինյանը ասում, որ դա շատ կարեւոր է։ Ինչու հիմա Փաշինյանը այդ խնդիրները հիշեց։ Հեծի պետականացումը կլինի 20 անգամ ավելի կոպիտ սխալ, քան որ Երևան քաղաքում տրանսպորտային համակարգի այս ձևը ընտրվեց եւ դա շատ մեծ վնասներ կբերի տնտեսությանը, ընդհանրապես մեծ վնասներ կբերի տնտեսությանը եւ այդ ճանապարհով գնալը ճիշտ չի, որովհետեւ մենք չենք բանանում, մենք չենք կարևորում մեր ազգային առանձնահատկությունները, մեր մարդկային որակները, մեր մենթալիտետը չենք կարևորում եւ ըստ այդ բանի հետ կապված որոշումներ կայացնում, թե ոնց անենք, ոչ չանենք։ Հասարակ բան, ինչ աղմուկ էր բաց ասած, չէ՞ կոնյակի գործարանի սեփականաշրջումը ժամանակին։ Այսքան փող են կերել, այսքան փող են լափել, այսքան սենց, այսքան էսի։ Կոնյակի գործարանը եթե սեփականաշրջված չներ ժամանակ, հիմա Հայաստանում խաղաղագործություն չէր լինի։ Դա որովհետև եւ պետությունն էր կոնյակի գործարանից հիմա ավելի շատ եկամուտներ ստանում հարկերի ձևով, քան այն ժամանակ որ պետական էր։ Նույնը վերաբերում է քաղաքային տրանսպորտին, մարդիկ 100 դրամով տրանսպորտ էին աշխատացնում, շահույթ էին ստանում, պետության էլ հարկ էին տալիս եւ բավականին նորմալ սպասարկում են, որոնց կարելի ասել ավտոբուսները փոխեք եւ այլ ու շարունակեք աշխատել։ Այդ մասնավորին դրեցին մասնավորը կտրեցին, սարքեցին պետական, մաները բերեցին Բերլինից ստեղ, չհասկանալով որ Բերլինում եւ Երևանում մանի պագրիշկայի գինը նույն գինն է, բայց Բերլինում տոմսը 1200 դրամ է, մեր մոտ 150 կամ ասենք թե 300 դրամ լիներ։ Այդքան է։ Ո՞ց ենք այդ սպասարկելու այդ մաներին, ո՞ց ենք սպասարկել, չենք կարող սպասարկենք, սխալ է։ Հեծը եթե պետականացվեց, 2 տարի հետո մեր մոտ ճգնաժամ է լինելու։ Մեր մոտ ճգնաժամ, որովհետև սեփականատերը ուրիշ ձևով աշխատացնում։ Հաստ մեր մենթալիտետը այն է, որ երբ որ սեփականատեր է լինում, համակարգը աշխատում է լրիվ ուրիշ ձևով։ Դու որպես պետություն ունես հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով։ Խնդրեմ, այդ հանձնաժողովը պետք է անընդհատ հետևի, տենա այս կամ այն հենասյունը, որ հեծը տեղադրել է եւ այդ գումարը նստել է սպառողի վզին, որքանով է ինքը ճիշտ կատարել այդ աշխատանքը, որքանով է այս կամ այն ներդրումային աշխատանքը ճիշտ կատարել, հաշվարկվի եւ այդ ձևով ազդի գործընթացների վրա։ Այդ կարապետությունն անի եւ պետք է անի։ Բայց պետականացումը ազգանացնելը այսպես կոչված դա բան է, շատ վատ կազդի մեր տնտեսության վրա, շատ վատ։ Բայց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները դա նաև քաղաքական այսպես դիրքորոշում արտահայտելու միջոց էին դա կարծում որ պետք է լինի որ ավելի ազատ պետք է լինենք Հայաստանին կպատկանի այլևս չլինի մեկին ով Ռուսաստանում է ապրում դե կնշանակեք մի հատ տնօրեն Հայաստանից մի հատ տնօրեն կնշանակեք այդտեղ ինքը կնշանակի իր հողորտերքին մասնաճյուղերի տնօրեն Պաշտոնյաներ, մատակարարման բաժնի վարիչ, եսի բաժնի վարիչ, ամեն ինչը կգողանան, կթալանեն եւ այդ ամեն ինչը կկործանվի։ Այդ ավելի լավ է։ Այսինքն ավելի վատ կլինի, քան հիմա, որ իրանք ասում են, որ մենք խնդիրներ ենք տեսել, այդ խնդիրների մասին բարձրաձայնել ենք, բայց որևէ պատասխան չի եղել այսքան ժամանակ։ Որ հետամուտ չեն եղել խնդիրների լուծման համար։ Մենք էլ գիտենք, որ խնդիրները կան, եւ այդ խնդիրները միշտ են եղել, ես ինքը ժամանակին բան եմ արել, այդ խնդիրների դեմ որոշակի պայքար եմ տարել ինձ փորձել են այլ կերպ այդ ճանապարհից հանել ես դուրս չեմ եկել ճանապարհից ինչքան որ կարողացել եմ պայքարել եմ ինչքան որ կարողացել եմ օգտակար եմ եղել սպառողների քաղաքացիների հիմա պետություն նորից եմ ասում կա մենք ունենք հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով որի էությունը հենց նման հարաբերությունները կարգավորելն է Իդեպ երբ նախագահային հեռացրեցին այդ հարցը այդ ժամանակ քննարկվում էր որ հեծին է վերաբերում Բաղրամյանին երբ հեռացավ պաշտոնից։ Դա ուրիշ հարց է, դա ուրիշ հարց է։ Կարող է այս կամ այնտեղ տեղի ունեցած թերություն, սխալ, հանցավոր դիտավորություն, դա ինչի՞ համար իրավապահ մարմինները, որ այդ ամեն ինչը հայտնաբերեն եւ համապատասխան գործիքակազմով ազդեն այդ գործընթացների վրա, բայց դա չի նշանակում, որ հեծը պետք է ազգայնացվի։ Ազգայնացվեց ով աշխատացնելու։ Չեն կարող աշխատացնել։ Անհնար է։ Բայց ինչու են գնում այդ քայլերը։ Նույն լոգիկայով ուզում են բանը առողջապահության ապահովագրական համակարգը սարքեն բանը, ասենք պետական ֆոնդ սարքեն։ Բանը կործանարար է դա։ Կործանարար։ Բայց ռիսկերը հաշվի չեն առնվել, որ հիմա ուզում են ազգայնացնել։ Դե հիմա տեսեք ինչ է վիճակը, երբ որ վարչապետը այս կամ այն որոշումն է կայացնում, արդեն իր դիրքերից որ ասենք մի քանի ամիս պարոն Ասլանյանն եւ ես ասում ենք, որ ինքը
վերածվում ավտորիտար ղեկավարի, հիմա ինքը այդ ղեկավարին է վերածվել եւ հիմա իր շրջապատը ոչ թե համարձակվում է այս կամ այն կարծիքը հայտնել, որպեսզի ասենք վարչապետի կարծիքը հաշվի առնելով, կարծիքները հաշվի առնելով որոշում կայացնի, այլ յուրաքանչյուրը ցույց է տալիս, թե ինքը որքան ավելի Նիկոլա հետագայում ասենք ինչ հարցեր լուծելու համար եւ կարծիքներ չեն հնչում եւ վարչապետին թվում է թե ինքը ճիշտ է եւ ինչքան լավ է որ ինքը ծնվել է, բավարար հանգարտ ինքը ծնված չներ, իսկ ազգի վիճակը ոնց կլներ։ Եվ սխալները դուր տալիս մեկը մեկի հետևից։ Ասենք թե Սամվել Կարապետյանի հայտարարությունը դատապարտելի էր, այդ իմաստով քաղաքական իմաստով պետք չէր անել ինքը։ Այսինքն այդ մեր տողանոց պարզաբանում գտնում, իսկ քայլերն են իրավական թողանեն ինչ որ անում էին, էլի խնդիր չկա, բայց իր գրառումները, վարչապետի գրառումները, այդ ինչ մակարդակի գրառումներ են, դա ինչ է նշանակում։ Պատվալում չպահկվել, դուրս գալ պատվալից եւ այլն, դա։ Իր հետ չի բռնում, այս ամեն ինչը արդեն դու սկսում ես չհասկանալ, թե որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, իրավապահ մարմինները որքանով են գործում, անաչառ, որքանով են իրանք անկախ գործում, անկախ են իմաստով իրաց լիազորությունների շրջանակներում, էլի, ասենք եթե դու այս կամ այն բանը չպիտի անես քո լիազորությունների շրջանակում, վարչապետը քեզ ասում է արա էդի, դու անում ես, դու ես հանցագործը, ոչ թե վարչապետը։ Վարչապետը Կարապետայի օրենքի այդ հատվածը չի կարդացել, լավ չի հիշում։ Իսկ դա քո ամեջական պարտականությունն է, դու անում ես, դու ստոր ես, դու ստրիկա ես, դու հանցագործ ես։ Հիմա ինչու է Փաշինյանը այդքան լարված։ Փաշինյանը լարված է, որովհետև պետությունը կայացած կարևորագույն որոշումների ընդունման ճանապարհին եւ ինքը այդ որոշումների ընդունման ճանապարհին մնացել է մենակ, որևէ մեկը չկա, որ իրան խորհուրդ տա, մենք կողքից չկան կարողանում ենք մեր քննադատություններով, միգուցե մենք սխալվում ենք, խնդիր չկա, մեր քննադատություններով, մեր քննադատական խոսքով փորձենք ասենք ինչ-որ ազդեն գործընթացների վրա, լարված է այդ պատճառով, լարված է անկլավների պատճառով, լարված է փախստականների վերադարձի պատճառով, լարված է այդ խաղաղության պայմանագրի կնքման գաղափարը, իդեա ֆիքսը, որ ասում են, այդ պատճառով պատճառներ կան, շատ պատճառներ կան, սահմանադրության, զինանշան եւ այլ եւ այլ։ Վաղը գնալու է օրինակ Թուրքիա Փաշինյանը, հնարավոր է որ այնտեղ պահանջներ դրվեն իր առջև։ Անկասկած պահանջներ են դրվելու եւ Էրդողանը թուրքական ժողովրդի մեծագույն, այսպես կոչված ղեկավարներից մեկն է եւ ինքը շատ լավ է գործածել պահը եւ ինքը շատ լավ ճնշում է գործադրելու վարչապետի վրա, հուսանք ճնշումներին կդիմանա վարչապետը։ Բայց կարող էր Փաշինյանը չգնալ, ինչու որոշեց գնալ։ Ինչու չգնալ։ Ալեն Սիմոնյանն էլ այն պատմական այց համարեց։ Պատմական։ Այսինքն ոգևորություն տեսակ կա, որ ամեն ինչ շատ լավ է։ Դրանից առաջ ասվում էր, որ հետ լավ նորություն է լինելու։ Միգուցե սպասում են հենց այս հանդիպմանը։ Պատմական այցը կգնահատեն հետո, մի 10 տարի, 15 տարի հետո։ Հիմա չես կարող դու այդ համարես պատմական կամ ոչ պատմական, բայց որ կարևոր իհարկե։ Եվ հետո ասեք, եթե քո հարևանը մեծ երկրի ղեկավար հրավիրում է, ես կարծում եմ պետք է գնա, բայց պետք է իմանա վարչապետը թե ինչի մասին է լինելու խոսակցությունը, ինչի մասին է լինելու խոսակցությունը եւ այսպես կոչված այն բեռը, որ վարչապետի ուսին է, այդ բեռի ճնշման տակ ինքը սխալներ թույլ չտա, անհանգստությունը տեղը։ Գնալու ես կողմ եմ բնականաբար։ Կարծում եք Փաշինյանը չգիտի ինչի մասին է խոսակցությունը, գնալու է այնտեղ իմանա։ Հիմա եթե դուք ասում եք կարծում եք Փաշինյանը չգիտի ինչի մասին է խոսակցությունը, կարծում եք Փաշինյանը, որ ասում է մենք Արցախը կորցրեցինք, գտանք Հայաստանը, իրական Հայաստանը, ինքը չգիտի ինչ է ասում։ Ինքը իրականում շատ վտանգավոր բան է ասում։ Սարսափելի վտանգավոր բան է ասում։ Ասում մենք գտանք Հայաստանը, ասենք Հայաստան չկար, մենք գտանք։ Երբ որ Հայաստան չկար, մենք գտանք, շատ հանգիստ Էրդողանը կասի, հանդիպման ժամանակ ասի, շատ գեղեցիկ խոսքեր ասեցիք, պարոն վարչապետ, որ Հայաստան եք գտել։ Բայց պիտի մի քիչ գնանք պատմություն էլի, մի 100 տարի հետ գնանք։ Այն ժամանակ մենք հարևաններով, բաներով որոշել ենք, որ դուք 10,000 քառակուսի կիլոմետր լինեք։ Հիմա ինչ եք դրել Թամաքարի նման 29,743 կիլոմետր։ Ո՞նց եք այդպես արել, պարոն վարչապետ, կարելի է արդյոք։ Դա թեմաներ դու օգտագործում ես Ադրբեջանի նարատիվը։ Ադրբեջանը ասում է, որ սա արևմտյան Ադրբեջանն է։ Դու էլ ասում ես մենք գտել ենք մեր բայց ինքը այլ բան նկատի ունի։ Այլ բան նկատի ունի թուրիստի ձևով ասի, թող ասի
մենք մեծ հսկայական կորուստների հետևանքով պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն։ Եկեք սիրենք, փայփայենք այդ պետությունը, կորուստներով եւ այլն։ Թող է ձևի ասի։ Թող ասի պատմական հայրենիքի մի հատվածի վրա։ Պատմական հայրենիքի մեջ մտնում Արցախը, Ղարսը, Վանը եւ այլ եւ այլ եւ այլ։ Հա, այդտեղ ադրբեջանցիներն են ապրել, թուրքերն են ապրել, տարբեր ժողովուրդներ են ապրել։ Մի հատվածի վրա մենք պետություն ենք ստեղծել։ Այդ մի հատվածի վրա էլ Ադրբեջանը պետություն ստեղծել։ Այդ մի հատվածները թուրքական պետության մի մաս է։ Ասենք հասկացանք, դա պատմություն է։ Բայց երբ որ դու ասես մենք գտել ենք մեր պետությունը, դա սարսափելի ձևակերպում է։ Հիմա դու կարծում եք Հիմա ինքը ես մտածեմ, որ ինքը հենց ասում ուրիշ բանի նկատի ունի, ասել հավեսի շեշտում է, Սարդարաբադում էլ շեշտեց, այսօրվա իր զեկուցում էլ շեշտեց։ Չի կարելի ուրիշ ձևակերպում տալ։ Պատմական հայրենիքի մեր մեծ հայրենիքի մի հատվածի վրա մեր սերունդներով ստեղծել ենք պետություն կորուստների գնով եւ պիտի դեր կանգնենք սիրենք, չի կարելի այդպես ասել։ Հիմա որ շեշտում է, ինչ նկատի ունի։ Ինչի է մեզ պատրաստում։ Հիմա շեշտում է, որովհետեւ ես անհանգստություն ունեմ, որ ինքը կասի, հա դե մենք գտել ենք բանա մեր հայրենիքը, բայց պարզվում է այստեղ նաեւ ադրբեջանցիներ են ապրել։ Թույլ չտանք որ ադրբեջանցիները գան այստեղ։ Պարոն Աղազարյան, մենք հույնաս նման չենք, որ ցեղասպանություն իրականացնենք։ Պետք է գան ապրեն, չէ։ Ու գան կապրեն Հայաստանը կվերանա։ 300,000-ը չէ, 300 հոգին։ Կգան Վարդենեսի մի գյուղում կապրեն, մի հատ խժդժություն կլինի, Թուրքիան դեսանտ կիչեցնի, որպեսզի թույլ չտա Աղազարյան Հովիկի նման սրիկաները սեփ խրեն հայ ադրբեջանական ժողովրդի բարեկամության մեջ եւ զորքերը կմնան ընդ եւ դու εμείς մեսիջ կստանաք, որ սկսվել է Հայաստանի նախիջևանացման process-ը եւ կգնաք Լոս Անջելեսներում լրագրող կաշխատեք, ես արդեն մեռած կլեմ հուսով եմ։ Դուք հիմա լուրջ վտանգներ եք տեսնում այս առումով։ Հա թե չէ, համաձայն չեք։ Եթե ադրբեջանցիները կան, այո, բայց իրենք վստահեցնում են, որ նման հարց նույնիսկ օրակարգում չկա, բանակցություններում չկա, Արադ Միրզոյանը հավաստի ասում է։ Այդ հարցը ես 3 տարի տվել եմ քննարկումների ժամանակ։ Պարոն Միրզոյան, պարոն վարչապետ, պարոն Միրզոյան, պարոն վարչապետ, միշտ ստացել եմ բացական պատասխան։ Բայց վերջերս, երբ որ Ալեն Սիմոնյանը հրապարակավետ մասին խոսեց, ինչպես Վրաստանում են ապրում հայերը եւ այլն, այդ համեմատությունը։ Բա ոնց։ Ալիևն էլ անընդհատ վերջերս էլ ասել, արդեն մտածում ես, որ դա կա։ Եվ հիմա Փաշինյանին կանչում են, որպեսզի այս հարցերը առարկայական փուլ մտցնեն։ Իրավունք ունեմ անհանգստանալու։ Իրավունք ունեմ։ Կոչ եմ անում, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ վարչապետին, հանկարծակի նման բանի չհամաձայնվի։ Թողա եւ ենթարկվի մեր իմպիչմենտի գործընթացին։ Թաքուն սարքենք, իրար հետ պայմանավորվենք, ու ասում են Նիկոլի պրոյեկտն ենք։ Պարոն Ասլանյանը եւ ես թաքուն սարքենք իրան հանենք մի քանի ամսով։ Մեկ ուրիշին դնենք վարչապետ, մի քիչ ժամանակ շահենք, տնենք ինչ ենք անում։ Տնենք ինչ ենք անում։ Բա խե հիմա կանչում Էրդողանը։ Խե հիմա կանչում, երբ որ Իսրայել Իրան։ Ու Հավայի չի կանչում։ Անդեն քննարկություններ կա, բայց չեմ ուզում հուշեմ։ Կարող Էրդողանը գլխի չի գնում, չասեմ հուշեմ հետո բանանի, բռնի օգտագործի։ Բայց ասում եք Փաշինյանը մենակ է մնացել, այս դեպքում ինչ հնարավորություններ ունի այս ամենին դեմ կանգնելու։ Միայն հեռանալով հարցը կլուծվի։ Կամ այլ միջոցներ կան այս ամեն ինչը կանխելու համար։ Ինքը ոսոր բանը շատ բանը հիմնավոր ձևով ասես որ պարոն Աբազյանը հոգնել է, եթե գնա հանգստանալու, մենք պարոն Ասլանյանից ասում ենք որ ինքը սպառել է իրան, ոչ թե հոգնել է, այլ սպառել է, վարչապետը։ Հետևաբար կարող ենք սխալվում ենք, կարող է պատի ոչ թե սպառել է, դեռ հոգնել է, թող գնա հանգստանա 3 ամիս, 4 ամիս հանգստանա։ Հետո գա քարոզարշավով ներկայանա ժողովրդին 26 թվականին նորից ընտրվի։ Կարծում եք թիմակիցներն էլ են այդ կարծիքը կիսում, որովհետև տեղեկություններ կան, որ անկառավարելի է դարձել Փաշինյանը բավականին ջղաձգված է, լարված է եւ ինչպես էլ դուք նշեցիք, թիմակիցներ չեն կարողանում ոչինչ խոսել։ Մտածում են ավելի լավ է համաձայնվեն։ Բնականաբար այդ բանը զգացվում է, այդ իրավիճակը զգացվում է եւ Փաշինյանի հետ իմ հարաբերությունները շատ լավ ա եղել, բայց այն վերաբերմունքը, որ ինքը արժանացրեց ինձ, նաեւ այդ նպատակն է հետապնդում, որպեսզի մյուսները դնները կտրեն։ Թե չէ։ Փաստորեն ստացած։ Աղազարյանացնի։ Այսպիսի տեղեկություններ կան մամուլում, որ ՀԵՑ-ը պատրաստում է վաճառել թուրքական Աքսա Էներգի սեփականատեր Ջեմալ Ղազանչին, արդյոք հնարավոր է նույնիսկ այս քայլերին գնան։ Չէ, ես կարծում եմ, որ նմանատիպ բաները, նմանատիպ ձեռնարկությունները ստրատեգիական նշանակություն ունեցող ձեռնարկությունները չի կարելի։
տալ այլ պետությունների գրանցված, այսպես կոչված տնտեսավարողների տիրապետության դա անթույլատրելի է ամենաշահութաբեր նույնիսկ դեպքում, որովհետև որտեղ է երաշխիքը, որ X պահի դիվերսիոն բաներ չեն արվի եւ ասենք մենք փաստի առաջ չենք գալու, դա անթույլատրելի է։ Ես չգիտեմ ինչքանով է լուրջ իհարկե դա։ Դե մամուլում արկա տեղեկությունները են, այո, հավաստի ոչինչ չկա այս առումով։ Ես չեմ պատկերացնում նմանատիպ բան, չեմ կարող պատկերացնել։ Ես նույնիսկ այդ երկաթուղին, որ տված է Ռուսաստանի, ես դրան դեմ եմ, ասենք օրինակի համար։ Չնայած երկաթուղը մեր համար շատ մեծ ռազմավարական նշանակություն չունի, ինչպես օրինակի համար հեծը կենսականության իմաստով, բայց ես նույնիսկ երկաթուղին եմ դեմ, ես գազնել եմ դեմ եղել։ Բայց ասում եք մյուս կողմից որ պետք չի ազգայնականացնել հեծը։ Հա, ինչ թողնած բանը, բայց հակասություն եղավ իմ ասածների մեջ, հակասություն չկա։ Ազգայնացնել պետք չի։ Դե նա Ռուսաստանի քաղաքացի է, դրա համար եմ հարցնում։ Իրենք ըստ էության նաև այս խնդիրն են դնում։ Բայց Սովետ Կապիտան Հայաստանի քաղաքացի է։ Նաև, այո։ Այսինքն նաև Ռուսաստանի ազդեցությունից թուլանալու խնդիր է դրված։ Նորից նայեք ուրիշ բան։ Այո, ես գտնում որ հետ երկաթուղին, ինչ ասեմ, նմանատիպ բաները, ասենք, լավ կլինի, որ սեփականատերերը լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, տնտեսավարողներ։ Դա ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Բայց մյուս կողմից էլ այնպես չպիտի լինի, որ այլ պետությունները մեր մոտ այսպես ներդրումներ չունենան, պիտի ունենան։ Դա է կարևոր։ Նույն կոնյակի օրինակ Տաշիր պիցաները փակեցին, այսինքն բոլոր նրանք, ովքեր այստեղ ներդրումներ են անում, արդեն այս մտավախությունը կարող են ունենալ։ Սա եւս տնտեսական խնդիրներ է առաջացնում։ Ես պիցա չեմ սիրում, ճիշտ ասած։ Բայց կան մարդիկ, որ սիրում են։ Բայց ես իմ համար ամենահաճախելի օբյեկտներն էին Տաշիր պիցաները, որովհետև շատ մատչելի գնել էին եւ միայն իրաց մոտ էր մակկոֆեն, անես մի քիչ լուրջ սրճարան ես գնում այսպես կոչված, ասես մի հատ մակկոֆե բերեք, ես նայում եմ, ասես բան, որ մեր մոտ որոշ մակկոֆե չկա, բան, էլի այս կոմենկում։ Մտամ դրանց տված է ես իմ ինչը։ Այդ Տաշիր պիցայի մակկոֆեն 20 անգամ ձեր տված բանից ամերիկանոից համով է եւ 100 անգամ էժան։ Բայց ինչու փակեցին։ Ասում են մենք նկատեցինք, որ առաստաղը օրինակ ճիշտ չէր կառուցված։ Շատ է ստուգումներ իրականացվել, բայց նոր հայտնաբերեցինք դա։ Հիմա որևէ մեկը չի կարող ժխտի, որ սա քաղաքական ճշմարտ էլեմենտ կարող լինի, որովհետեւ բա միջև այդ ինչ էի կանում։ Միջև ստուգեք եւ բանանեիք։ Ստիպիկ ոսխաներն ուղղեին։ Իշխանապողության վտանգ է տեսնում Փաշինյանը եւ ռեալ վտանգ։ Ում կողմից։ Չգիտեմ, ինչ որ ուժերի, որ հնարավոր է համախմբվեն, ինչ որ գործընթացներ ընթանան։ 26 թվականին ընթരാճ։ Այո։ Դե մենք հիմա զբաղվում ենք պարոն Ասլանյան հետ այդ բանով, այդ գործով զբաղվում ենք։ Որ եթե չկարողանանք իմպիչմենտի գործընթացը տեղ հասցնենք բարով խերով, ապա 26 թվականին կոնսոլիդացիա ստեղծենք, որ չլինի վարչապետ։ Դա վտանգավոր կլինի։ Դուք նաև փաստորեն քաղաքական բևեռ եք ուզում ձևավորել նոր եւ կոալիցիա եք ուզում կազմել կամ համագործակցություն, կոնսոլիդացնում եք որոշ քաղաքական ուժերի, ԱԻՄ-ին, նաև Էդմոն Մարուքյանի հետ եք հանդիպել, ըստ մամուլի տեղեկությունների իհարկե, նաև Միասնության շարժման ղեկավարի հետ Արման Վարդանյանի, կա նման բան։ Դե լրատվական միջոցները մի քիչ ուռճացնում են պարոն Ասլանյանի եւ իմ հնարավորությունները, մենք այդպիսի հնարավորություններ չունենք կոնսոլիդացնելու ընդդիմադիր քաղաքական դաշտը, մենք ընդհանրապես առաջարկություն ենք ներկայացնում այս կամ այն քաղաքական ուժերի հետ զրուցելիս եւ տեսնենք այդ բանը ուր կհասնի։ Այո, այդ կոնսոլիդացիայի այդ բանի իմաստը կայանում է հետեւյալում. քաղաքական ուժերը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքից դուրս, Նիկոլ Փաշինյան առանցքից դուրս քաղաքական ուժերը միավորվեն մեկ նպատակի շուրջ, եթե նորից եմ ասում իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ չավարտվի, միավորվում են մեկ նպատակի շուրջ, դա այն է, որ քաղաքացիական պայմանագրին եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքին հնարավորինս դուրս մղեն քաղաքական դաշտից, 26 թվականին գան իշխանության 1 տարով վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը լինեն 1 տարով վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ եւ դրանից հետո իրանք որևէ բարձր պաշտոն չզբաղեցնեն
ու երբ որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը առանցքը հնարավորինս դուրս մղված կլինի քաղաքական դաշտից, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը հնարավորինս դուրս կմղվի քաղաքական դաշտից, 1 տարի հետո, 26 թվականից հետո, 1 տարի հետո գնանք նորից ընտրությունների, այդ ուժերը, որոնք միավորվեցին այս խնդիրը լուծելու համար, որոնց մեջ լիքը գաղափարական տարաձայնություններ կան, արդեն ներկայանան ժողովրդին խմբավորումներով կամ առանձին իրենց գաղափարներով եւ ձևավորվի իշխանությունը։ Այդ գաղափարի շուրջ, այդ ենք մենք հիմա պարոն Հայրիկյանի հետ այմ կուսակցության վարչության հետ մենք հանդիպում ենք ունեցել, շատ լավ քննարկում է տեղի ունեցել, ուղղակի այդպես կամաց փորձում ենք, հիմա մենք չունենք այդ ձևի հնարավորություններ պարոն Ասլանյանի հետ, որ կոնսոլիդացնենք, անպագորգոր։ Մենք կարապատայի մի քիչ բանը, ինչ անում, մայա գիտեք որն է, որ բանը, պանիրը բանն անում, կաթից պաներ են սարքում, մայա են, հայերեն ո՞նց է, չգիտեմ։ Բանն անում, որ կաթը դառա պանիր էլի։ Հիմա ըստ էության դուք միջև ընտրություններ ուզում եք որ գործընթացներ լինի, այսինքն համարում եք որ Փաշինյանը եթե լինի ղեկավար, իր օրոք ընտրություններ անցկացվեն, դա այդքան էլ արդար եւ թափանցիկ չի լինի։ Այո, ես կարծում եմ որ մենք երևի թե նոյեմբեր ամսին կհաջողենք իմպիչմենտի գործընթացը եւ կունենանք կառավարություն, հավասարակշռված կառավարություն մի 6-7 ամսով, որը կապահովի հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար ներկայանալ 26 թվականի ընտրություններին։ Պարոն վարչապետը կգնա մի 3 ամիս կհանգստանա, 3 ամիս հետո կգա կներկայացնի իր գլխավորած ցուցակի, քաղաքացիական պայմանագրի ցուցակի ծրագիրը, օրինակի համար։ Կասի, եթե ինձ ընտրում եք, սիրելի ժողովուրդ։ Իրական Հայաստան ենք ունենալու։ Հա, եթե ինձ ընտրում եք, սիրելի ժողովուրդ, զինանշանը բան ենք անում, փոխում ենք, ինչա Փախստականները Ադրբեջանի գալիս այստեղ ապրում են, հետո անկլավները սենց, Յակոմինսկի խումբը սենց, սահմանադրության նախագիծը ուղարկելու եմ Ալիևին վիզա դնի նոր դնեմ հանրաքվեի եւ այլ եւ այլ։ Գան ներկայանա ժողովրդին։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը առանցքի շուրջ ուժերն էլ գան, Բագրատը բան, գան ասեն սիրելի ժողովուրդ, եթե մեզ ընտրում եք, մենք 3 օրվա ընթացքում լուծում ենք Արցախի հարցը, 2-3 օր հանգստանում ենք, քեֆ ենք անում, հետո գնում ենք Ղարսի բանի հետևից։ Ցույցակ էլ էդի ասեն։ Այ մենք կասենք իրական Հայաստանի մասին։ Մենք կասենք, սիրելի ժողովուրդ, պատմական մեր մեծ հայրենիքի մի հատվածի վրա մեծ ծերուններով ստեղծել ենք պետություն։ Մենք ամեն ինչ անելու ենք այդ պետության կայացման, հզորացման համար։ Այս ժողովուրդը որ կընտրի, ես էլ ծառը Ինչ վատ բան ենք ասում, սիրելի Սերժ Սարգսյան, սիրելի Ռոբերտ Քոչարյան, որ ուզում եք մի տարով գաք իշխանություն, որ գնաք ընտրությունների, ապահովում ենք։ Բայց ինչ հավանականություն կա, որ ասում եք նոյեմբերին իմպիչմենտի գործընթաց կսկսվի, ինչպես է սկսվելու։ Ես կարծում եմ համոզենք մենք մեր ընդդիմադիր գործընկերների մյուս որ մեզ օգնեն այդ հարցը լուծելու համար։ Իրենց ստորագրություններով մեզ օգնեն։ Բայց ձեր տեխնացուին կփոխեք, թե կշարունակեք նույն տեխնացուին առաջադրել։ Եվ շատ լավ է, որ Էդմոն Մարուկյանը Նիկոլ երկուսն է, եւ շատ լավ է, որ Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը Նիկոլի պրոյեկտն են, այդ ամեն ինչը լավ է, բայց եթե բերում է այն վիճակին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններից առաջ զրկվելու է վարչական ռեսուրսից, դա արդյոք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուս ընդդիմադիրների ուզածը չի, թե ամեն մեկը ուզում է իր մուտիտներով գնա ընտրության։ Այն ձևով, մի քիչ վատ բան։ Դե մա իրենց տեխնացուն են առաջադրել, ասում են թող այս տեխնացուին միանան։ Շատ լավ են անում։ Դե չեք միանում, այս գործընթացը ընթացք չի ստանում։ Դավիթ Համբարձումյանը։ Քիչ միանա, եթե հիմա պատիվ ունեմ գա ասի պարոն Աղազարյան, Դավիթ Համբարձումյանը դառնում է վարչապետ։ Բոլոր մյուս պաշտոնները նշանակում եք դուք ու Ասլանյանը կմիանաք։ Օրինակի համար։ Օրինակ է, միանալու մի ձև։ Ինչ ով ասում չեք միանա։ Հակառակը թողինակ առաջակ, դա մենք համաձայնում ենք, թե չենք, կարող մեկ ենք համաձայնվում։ Բայց թողինակ էլ ասեն, պարոն Աղազարյան, գանք միանանք Էդմոն Մարուկյանի տեխնատությանը, փող վարչապետերը, բաները, այսքո, որ հավասարակշռված են, որ հանգստակի դուք, պարոն Ասլանյանը եւ Էդմոն Մարուկյանը 6 ամսում չուզուրպացնեք իշխանությունը։ Համաձայնում եք, թե չենք համաձայնվում։ Դուք ասեն։ Հիմա որ ասեն կմիանանք, առաջարկում ինչ անենք, լավ։ Հիմա որ ասեն պաշտոններ կտան կհամաձայնվեք, կմիանանք։ Պաշտոններ կտանք չէ, սա պաշտոնները մեկ նշանակենք։ Հա, դուք որոշում կայացնեք։ Այո, Դավիթ Համբարձումյանը վարչապետ, փող վարչապետերին մեկ ենք նշանակում։ Որպես տարբերակ եմ ասում։ Կարող պատե մի քիչ ավելի բան անենք, այսպես կոչված հետ նահանջենք, բայց որպես տարբերակ, այդ տարբերակին մենք չենք համաձայնվի, մենք համաձայնենք այդ տարբերակին։ Բայց եթե իրանք ուզում են 3 ամսով,
թեկուզ կան իշխանության, որպեսզի բոլորը հասկանան, որ վերադարձել են հին ու բարի ժամանակները եւ ընտրակեղծ ծառայության պետք է գնան ընտրությունների, մենք դա թույլ չենք տա իրանց։ Մենք այդ հնարավորություն իրանց չենք տա։ Հիմա ինչու եք դուք ձեր Facebook-յան էջում քաղաքացիական պայմանագիր կուսակցության էլիտայի նորացված ռեյտինգը ներկայացրել եւ նշել եք, որ դա ըստ նիկոլիզմի շկալայի է, փաստորեն ամենաբարձր ռեյտինգը նույնիսկ Նիկոլ Փաշինյանից ավել ունի Ալեն Սիմոնյանը ըստ ձեզ։ Հա, դե Նիկոլ Փաշինյանի բանը, ասենք կարգավիճակը մեկ Նիկոլ, որպես չափամիավորով է, ասած մեկ Նիկոլ։ Ըստ նորացված ռեյտինգի, ինձ մի անգամ էլ է հրապարակել, ըստ նորացված ռեյտինգի Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ինքը իրան գերազանցել է, դարձել 1.3 Նիկոլ։ Ամենաուժեղը, ոնը Ալեն Սիմոնյանն է, չէ, 2.7-ը թե ինչքան է։ Այո, 2.7։ 2.7 Նիկոլը ամենաուժեղը։ Մարիա Կարապետյանը գրել եք ցավով 2.4 ցավով։ Հա, Կարծում եք Ալեն Սիմոնյանից հետո ինքն է ինքնական բարձր ռեյտինգ ունենար։ Բարձր ռեյտինգ ունեցել։ Զորավոր 8 Նիկոլ լիներ էլի, ոչ թե 2.4, որովհետև իր որակները մի քիչ ուրիշ են։ Իսկ ուզենայիքով բարձր ռեյտինգ ունենար։ Բարձր ռեյտինգ, որպես Նիկոլ, որ ոչ մեկը չունենար։ Դա իհարկե կարող է պատահի որոշները շոյված զգան իրենց, որ բարձր ռեյտինգ եմ տվել, բայց ուրիշ իմաստ եմ, չէ՞ դրա։ Որպես Նիկոլ եք իրենց դիտարկում։ Allen Սիմոնյանը ավելի բարձր է Նիկոլ Փաշինյանի, նման է, քան հենց ինքը իրեն։ Allen Սիմոնյանը ուզում ամեն ձև ապացուցի վարչապետին, որ ինքը Դավատ է, որ իր հավատարմությունն է ցույց տալիս։ Ասում եմ, վրա պատասխանատվություն է դրված եւ ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա ամբողջապես կատարում եմ։ Իր հարցազրույցներից մեկում այդպես է նշում։ Լավ, ձեզ համար համոզիչ չէ Փաշինյանի պարզաբանումները եկեղեցու հետ կապված, ասում է, որ ինքը բացարձակապես եկեղեցու դեմ չի գործում, հակառակը ուզում է եկեղեցին վերադարձնել Հիսուս Քրիստոսին, ուզում է այնտեղ լինեն հոգևորականներ, որոնք սուրբ եւ ամբիստ կյանքով են ապրում։ Երեք եւ դրա առաջին օրը անընդհատ Փաշինյանը ներկայացնում էր կանոնակարգ եկեղեցու կանոնակարգը եւ մեջբերումներ էր անում։ Համոզիչ չէ իր մեկնաբանությունները։ Համոզիչ չի, անկեղծ չի, ինքը ուզում է եկեղեցին ենթարկացնի իրան, որտեղ ինքը շատ լավ գիտի, նախ այսօր էլ ելույթում ասեց, որ ամուսնացած երեխեք, բանման, ես չեմ կարծում, որ որևէ մի հոգևորական այդ մակարդակի ամուսնացած լինի, այսինքն Աստվածի առաջ, այսպես կոչված, կամ օրենքների առաջ։ Ես չեմ բացառում, որ որոշ եկեղեցականներ խախտած ունեն, ոչ թե որ խշալ 95%-ը խախտած լինեն կուսակրոնությունը եւ ես գտնում որ լավ են արել որ խախտել են։ Հետևաբար ինչ որ հարաբերություններ ունեցել կանանց հետ, բայց երեխան սեռական հարաբերությունների արդյունք չի։ Երեխան մի քիչ լրիվ ուրիշ բան է, էլի։ Սեռական հարաբերությունը մի բան է, երեխան լրիվ ուրիշ բան է։ Հիմա հետևաբար ասես ապացույցներ ունեմ։ Բայց այդ ապացույցները կային նաև 3 տարի առաջ, 4 տարի առաջ, 5 տարի առաջ, ոչ մեկը չի կասկածում, պետք է չի ապացուցել։ Որևէ մեկը չի կասկածում, որ կուսակրոնությունը խախտել են կամ խախտում են։ Ոչ մեկը չի կասկածում, բայց հարց առաջանում։ Եմ այսօր հաստատում եմ անում, որ այն հոգևորականները, որոնք պետք է կուսակրոնություն պահպանած լինեն, իրանց 95%-ը խախտել այդ կուսակրոնության այդ ուխտը։ Ինչու է այդքան վստահ։ Ինչու է այդքան վստահ։ Մի առիթով ինձ հաստատվեց, ասի գիտեք, ես կներեք էլ տղամարդ եմ, գիտեմ։ Խախտել են, ու լավ են արել որ խախտել են։ Հիմա ինչու այդ հարցը հիմա տանջում Փաշինյանը։ Մի րոպե։ Հիմա հարց առաջանում, ովքեր են դեպքում ընտրելու նոր կաթողիկոսին։ Եթե դու այդ խնդիրը տեսնես որպես հավատացյալ, ես հավատացյալ չեմ։ Իրանը ներկայացնում է բան, ես իմ հավատավոր հավատացյալ բան, ու ես չեմ հավատում, ինքը բանա կեղծում է։ Ներկայացնում է հավատավոր հավատացյալ, թող այդ հարցը բարձրացնել համապատասխան տեղ, այդ հարցը քննարկման առարկա դառնար եւ կամ պատասխան ստանար, կամ այդ խնդիրը լուծվեր։ Հիմա եկեղեցին ինքը իրանով ներկայացնում է մի հատ մեծ հզոր ուժ եւ թող իրանք իրանք հարաբերությունները կարգավորեն իրար մեջ, ասենք որևէ մեկը իրավունք չունի մտնել այդ բաները գործել։ Դու որպես հավատացյալ իրավունք ունես երևի շուտ ձևով, իշու մակարդակով։ Այդքանով արա, բայց դու հելես մարտնչող դիրքերից բանը խնդիրը ուզում լուծես, որը անլուծելի է, որովհետեւ վստահաբար նորից եմ ասում, այդ բանը, այդ միավորման 95%-ը խախտել է կուսակրոնությունը, բայց ովքեր են ընտրելու նոր բանին անունը։ Եվ ովքեր են ընտրելու կարծում եք։ Ով պիտի, ես սա բանը խախտել են, ով ընտրելու։ Խախտողները կուսակրոնություն խախտողները։ Ինքը այնտեղ չափանիշներ էր նշել, ամեն օր աղոթել, Աստվածաշնչը սկզբից մինչև վերջ կարդալ, ինչպես է իմանալու ով է ամեն օր աղոթում։ Դե երևի ունի ձևեր էլի։
Իսկ նպատակը որն է կարծում եք, եթե ասում եք անկեղծ չի, համոզիչ չի։ Նպատակը այս սարսափերին հենց ստեղ է հարթարացան։ Ցանկացած մեկ ուրիշ պետական գործիչ, քաղաքական գործիչ, պետության ղեկավար եկեղեցի ուժը կարող օգտագործել արտաքին հարաբերությունում այս կամ այն մանևր անելու համար։ Հիմա նպատակը նա որպեսզի հնազանդեցնի, որ հանգրծակի օրինակի համար։ Նույնն է փախստականների հարցի պահը, եթե ստորագրվի, ասենք դիմադրության չարժանանան։ Օրինակ, կարամ ենթադրեմ։ Իսկապես եկեղեցին այդ ուժը իրենից ներկայացնում է, կարծում եք, որից այդքան այսպես վախենում է բոլոր դեպքերում պետության մեջ երևի թե կազմակերպված, ասենք, հաշվի առնելով ամբողջ հայության ներուժը, երևի թե պետությունից հետո երևի եկեղեցին է, որ այդքան ուժեղ է։ Իսկ Փաշինյանին կհաջողվի, կարծում եք։ Չի հաջողվի։ Ինչու։ Որովհետև հասարակությունը կնդիմանա, թե ինչն է պատճառը։ Որովհետև ինքը անկեղծ չի իր մղումներում, որովհետև սխալ ճանապարհով դու չես կարա գաս ճիշտ արդյունքի, այսինքն ճանապարհը եթե տաճար չի տանում, ուրեմն տաճար չես հասնի, որ եթե բոլորը կուսակցությունը խախտել են, բոլորը, գրեթե բոլորը, մի քանի օքի չեն խախտել, դրանից ջոգեցիր մեկին որպես բան, կաթողիկոսի տեխնացու։ Դու ես նշանակելու, որպես վարչապետ հրամանագիր ես տալու, թե մարդիկ պիտի ընտրեն վերջը արդյունքում, ո՞նց է լինելու այդ process-ը։ Դե որ պիտի ընտրեն, բոլորը խախտել են կուսակցությունը, ո՞նց են ընտրելու։ Դու գիտես, որ դա այդպես է, հետևաբար դու շահարկում ես։ Դու գիտես, որ դա այդպես է։ Հիմա ասում եք գնանք Վեհարան, սիրով պահանջենք, որ նա հեռանա։ Բախումներ կարող է տեղի ունենալ, թե ոչ, կարծում եք։ Իսկ երբ որ բանը այդ սիրով բառերը որ օգտագործում են, ասենք դու կարաս մեկին ասես բանը սիրելիս ու դեմքի լեզ արտահայտություն տաս, որ դա լինի ամենամեծ հայհոյանքից էլ ավելի բանը վիրավորական բան։ Իսկ մեկին կարող ասես տո դմբոլոս կամ բան, որ իր մեջ ինքան քնքշանք պարունակի, որ էլ չասած, հալա չեմ ասում ուրիշ բաներ էլ։ Հիմա այնպիսի արտահայտությունը, որ Փաշինյանն է արել հոգևորականների նկատմամբ, սրբապիղծեր, պոռնկաբարոներ եւ այլն, դրանից հետո սիրով գնալ եւ Վեհարանում մոտ կանգնել եւ ասել, որ հեռանա, տրամաբանական չէ։ Չի լինում, երբ որ Գարեգին Ան 96 թվականի դեպքերից հետո, եթե հիշում եք այդ դեպքերը, հելավ հայտարարեց, հերոստատեսությամբ հայտարարեց, որ Խուժանը հարձակվեց ազգային ժողովի վրա, ես ոնց կարամ եկեղեցականների նկատմամբ ունենամ դրական վերաբերմունք, չունեմ ես դրական վերաբերմունք, որովհետև նույնն հիմա է, նույնն հիմա հակառակությամբ ասենք վարչապետի կողմից արվում, որովհետև եկեղեցականը հոգևորը պիտի լինի սուրբ, հայր սուրբ, չգիտեմ ինչ սուրբ, մարմնավաճառի համար, նույնիսկ դավաճանի համար, հանցագործի համար, այն բարեպաշտների համար շատ հեշտ է լինել սուրբ, բայց պիտի մեր նման սրիկաներին դարձի բերի, թե չէ, թե ասի դու սրիկա ես, ասենք հոգևորի բերանից այդի խուժան բառը դուս գա ժողովրդի հասնի, որ Գարեգին Ան ասեց, հետո եկավ Գարեգին բան, չգիտեմ ոնց եկավ Գարեգին բան, ոչ չեկավ, ես իմ վերաբերմունքը շատ բան է իրանց նկատմամբ, բայց ես ճանաչում եմ իրանց, կարևորում եմ իրանց նշանակությունը, գոյությունը եւ այլ, եւ ինձ թույլ չեմ տա այդ ձևով, ասենք, այդ ձևի բառերով դիմել իրանց, ոնց որ ասում եմ։ Կարծում եք գործընթացներ կհաջորդեն, թե Փաշինյանը կբավարարվի միայն հայտարարություններով, ճանաչելով իրեն։ Չէ, ինքը չի նահանջի հաստատ, ճանաչելով իրեն ինքը հաստատ չի նահանջի, դե որքանով է եկեղեցական համույթը, որքանով է կուռ, այնքանով կդիմակայի, գործունի չի դիմակայի բնականաբար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։